Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, սրուցակիցս այսօր Հայ-Ակֆե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, հարցազրույցի սկզբում առաջարկում եմ խոսենք այն օրենսդրական փոփոխությունից, որի հեղինակը ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանն է։ Վերջինս առաջարկում է զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարել եւ ըստ իր ձևակերպման օրենքը լավարկել այնպես, որպիսի 20%-ով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող զինվորների թիվը ավելանա, մասնավորապես ինչ է առաջարկում падգամավորը։ Նախ ասում է, որ Հայաստանում զորակոչվողների 30-ից 40%-ն է ի վերջո ենթարկվում զորակոչի։ Ասում է, մինչև 18 տարին լրանալը մեր քաղաքացիները հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից, թիվ է բերում 8700 նման դեպք կա։ Վերջի 4 տարիների ընթացքում։ Ահա, զինվորական ծառայության հետ կապված անհամատեղելի հիվանդությանը վերաբերող թղթեր են ներկայացնում եւ փորձում այդ կերպ բանակում չծառայել եւ ինքը առաջարկում է մասնավորապես քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը դարձնել 15 միլիոն դրամ, բանակում ծառայելու ցանկություն չունեցողներին առաջարկում է 6 ամիս ծառայել, դրա դիմաց վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս, դրա դիմաց վճարել 20 միլիոն դրամ եւ ինչպես ասացի, ըստ Հայկ Սարգսյանի, եթե իր առաջարկը դառնա օրենք, 20%-ով զինվորների թիվը կավելանա։ Ըստ ձեզ ինչ տեղի կունենա։ Շնորհակալություն ես հարցի համար, այստեղ պատասխանը այդքան միարժեք չի, որովհետև տեսեք, խնդիրը, որը Հայկ Սարգսյանը բարձրացնում է, օբյեկտիվորեն գոյություն ունի։ Ես իհարկե չեմ տիրապետում այն թվերին, որ 30-ից 40% զորակոչին ի վերջո մասնակցում, որովհետև դա ընդհանրապես պետական գաղտնիք է, ես նույնիսկ զարմանում եմ, ինչու է падգամավորը դա բարձրացնում։ Բայց խնդիրը գոյություն ունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի պայմաններում զորակոչիկների զգալի մասը կամ ավելի շուտ նույնիսկ նրանց ծնողները փորձում են տարբեր կերպով նպաստել նրանց, որ իրենց երեխաները խուսափեն զորակոչից։ Ես ինչ եմ ասում ծնողները, որովհետև մենք սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացնում, ու մենք տեսնում ենք, որ երիտասարդները շատ ավելի հակված են զինվորական ծառայության, քան թե իրենց ծնողները։ Շատ հաճախ խնդիրը ծնողների գիտակցության մեջ է, ոչ թե երիտասարդների, հա։ Հիմա խնդիրը պետք է լուծել։ Եվ Հայկ Սարգսյանը խնդրի լուծման իր մեթոդն է առաջարկում, որը իմ կարծիքով իր մեջ գուցե ունի ճիշտ տարեր, օրինակ երբ որ ինքը ասում է, որ զորակոչային տարիքը բարձրացնենք մինչև 37 տարեկան, գուցե կարելի է ոչ թե 37 կամ այլ 35, բայց ընդհանուր առմամբ ես այդ մի գաղափարին կողմնակից եմ։ Զորակոչային առավելագույն տարիքը բարձրացնելու ինչի, որովհետև ընդհանրապես ասած հիմա կյանքի տևողությունը մարդկանց երկարել է, մարդիկ սպորտի, առողջ կենսակերպի եւ այլնի շնորհիվ շատ ավելի երկար է նրանց երիտասարդ կյանքը, հա, երբ որ իրանք ունեն ֆիզիկական բարձր կարողություն եւ այլն, ուստի զորակոչային տարիքը կարելի է բարձրացնել, դրանում ես խնդիր չեմ տեսնում։ Երկրորդը, երբ որ ինքը առաջարկում է, որ քաղաքացիությունից հրաժարվելը իսկապես դառնա որոշակիորեն բավական թանկ։ Ես կարծում եմ դա էլ կարելի անել։ Ինչի, որովհետեւ մարդիկ պետք է սկսեն մի քիչ ավելի լուրջ վերաբերվել քաղաքացիությանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից ստանում է բազմաթիվ արտոնություններ։ Օրինակ կենսաթոշակային ապահովում է, չէ՞ ի վերջո ստանում։ Հայաստանի Հանրապետությունը նրան պաշտպանում է, Հայաստանի Հանրապետությունը ապահովում է նրա անվտանգությունը եւ այլն։ Չի կարելի սեփական քաղաքացիությանը վերաբերվել որպես մի բան, որը կարելի է այսօր հանձնել, վաղը ստանալ, այսօր հանձնել, վաղը ստանալ, դա վերածել առևտրի առարկայի, չի կարելի։ Քաղաքացիությունը շատ լուրջ է, ընդհանրապես ասած դա հայրենիքի նկատմամբ սեփական պարտքի առանցքային բաղադրիչն է։ Դրան պետք է լուրջ վերաբերվել։ Ես չեմ կարծում իդեպ, որ միայն փողով է այդ հարցը պետք լուծել, բայց քաղաքացիությունից հրաժարվելը որոշակիորեն բարդացնել, կարծում եմ, որ դա խելամիտ գաղափար է։ Ինչի հետ համաձայն չեք։ Հիմա ինչի հետ ես համաձայն չեմ, որ պետք է հնարավորություն տալ զորակոչիկներին գումարի դիմաց ազատվել զինվորական ծառայությունից։ Ասեմ ձեզ, որ հատուկ ուսումնասիրել ենք այս հարցը, աշխարհում համարյա տենց երկիր չկա, որտեղ այդ պրակտիկան գոյություն ունի, բայց զարմանալի կերպով այդ պրակտիկան գոյություն ունի Թուրքիայում։ Թուրքիայում գոյություն ունի։ Հա, աշխարհում համարյա տենց երկիր չկա։ Կան շատ երկրներ, որտեղ ընդհանրապես ժամկետային ծառայություն չկա, պարտադիր ժամկետային ծառայություն չկա, ամենադասական օրինակը դրա Միացյալ Նահանգներն են, հայտնի է, որտեղ ժամկետային ծառայություն չկա, ամբողջ ծառայությունը կամավոր պայմանագրային է։ Հիմա եկեք սկսենք այն հարցից, թե ինչու Հայաստանի պայմաններում կա պարտադիր ժամկետային ծառայություն։ Որովհետև Հայաստանի տարբերություն օրինակ Միացյալ Նահանգների առաջինը շատ ավելի փոքր երկիր է։ Իսկ երկիրը որքան ավելի փոքր է, այնքան նրա բանակի թվակազմի հարաբերությունը բնակչությանը պետք է մեծ լինի,
Որտեղ մենակ տեսեք, Միացյալ Նահանգներում բանակ ունի 1.5 միլիոն մոտավորապես զինծառայող։ Դա բնակչության 0.5%-ից էլ պակասն է։ Հայաստանում բանակ ունի մոտավորապես 45000 զինծառայող։ Դա 1.5%-ն է։ Հարաբերակցությունը ավելի մեծ է, որովհետև բանակները բնակչության թվից գծային չեն փոխվում։ Ինչքան երկիրը մեծ է, այնքան է հարաբերակցությունը ցածր է, ինչքան երկիրը փոքր է, հարաբերակցությունը բարձր է։ Եվ որպես այդպեսի նաև ինչքան երկիրը փոքր է, այնքան ավելի մեծ կարիք ունի ժամկետային ծառայությամբ համալրելու բանակը, քանի որ չի բավարարում պայմանագրային զինծառայողները։ Այդ մեկ։ Երկրորդը, որը ոչ մեկին պետք չի բացատրել, Հայաստանը նաև վտանգված է։ Հայաստանը ապրում է այն հարևանության պայմաններում, երբ որ առնվազն 4 անմիջական հարևաններից 2-ը քո համար անվտանգային սպառնալիք են։ Ուստի խնդիրը նրանում է, որ բանակը պետք է ավելի մեծ թվակազմ ունենա։ Օբյեկտիվորեն։ Ինքը ինչ է ասում, ասում է 15 միլիոն դրամ վճարիր, 6 ամիս ընդամենը ծառայիր, մենք այդ 15 միլիոն դրամը կտանք պայմանագրային զինծառայողին, 2 պայմանագրային կգա բարձր աշխատավարձով 2 տարի կծառայի, այսինքն ըստ նախագծի հեղինակի թվակազմի փոփոխություն տեղի չունենում բացասական առումով։ Տեսեք, դա հիմնավորված չի։ Հիմնավորված չի, ով է ասում, որ այդ պայմանագրային զինծառայողների անվերջ քանակություն մենք ունենք։ Ով ասում, որ այդ անվերջ փողի դիմաց կամ էլ կգնան պայմանագրային զինծառայող կգնան։ Ով ասում, որ եթե ինչ որ քանակության մարդիկ ծառայությունից հրաժարվեն, ուրիշները գալու են այդ փողով ծառայեն։ Դա նախ հիմնավորված չի։ Երկրորդ խնդիրը, որ ես այստեղ տեսնում եմ, ինքը երաշտյան համակարգ է, չէ՞, առաջարկում 24 ամիս, 6 ամիս, 1 ամիս։ 1 ամիսը ընդհանրապես աբսուրդային գաղափար, որովհետև դա ծառայություն չի, 1 ամսի ընթացքում ոչ մի բան հնարավոր չի սովորել։ Ես հələ կարող եի պատկերացնել, ասել դուք գիտեք ինչ, կամ 24 ամիս եք ծառայում, կամ 6 ամիս եք ծառայում, հա։ Բայց ես հակառակ ձևով կանեի։ Հակառակ ձևով, այսինքն կասեի հետևյալը, 6 ամիսը բոլորի համար պարտադիր է, որովհետև այդ ընթացքում դուք ձեռք եք բերում մարտական հմտություններ, իսկ հաջորդ 18 ամիս, այսինքն 1.5 տարին բոլորը ովքեր ցանկանում են ծառայել, դրա համար վարձատրվում են, ոչ թե հակառակը։ Փող վճարի ոչ չծառայես, չէ։ Բոլորը ովքեր ուզում են ծառայել, ծառայի որ վճարվես, այո։ Վճարովի ծառայի։ Այսինքն դարձա բոլորը, այսինքն այդ դեպքում եկեք sense անենք։ Պարտադիրը թող լինի 6 ամիս այդ դեպքում։ Իսկ այն մասը, որը կամավոր շարունակությունն է, թող լինի վճարովի, ոչ թե հակառակը, որովհետև տեսեք ինչ է նշանակում վճարել ծառայությունից ազատվելու համար։ Դա ըստ էության, ասում է հետևյալը. եթե դու հարուստ ես, ունես բարեկեցության բարձր մակարդակ, դու կարող ես վճարի դիմաց քո պարտականությունը հայրենիքի առաջ չկատարել։ Եվ այդ բեռը կմնա աղքատ խավի։ Այդ բեռը կմնա աղքատների վրա։ Հիմա հասկանում եք, տեսեք, մենք ապրում ենք Հայաստանում։ Սա մի երկիր է, ոնց որ ես արդեն ասացի, որը շատ լուրջ անվտանգային սպառնալիքներ ունի։ Մի երկիր է, որի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության։ Մի երկիր է, որի ժողովրդի զգալի մասը արցախահայերը վերջերս տարածություն մեր աչքերի առաջ 2 տարի առաջ ենթարկվել են տեղահանության եւ այլն, հա։ Այս ամեն ինչի համատեքստում մարդկանց ասել, գիտես ինչ, դու կարող ես փողով ծառայությունից ազատվել, նշանակում է, որ մենք ընդհանրապես ասած ասում ենք, մենք միասնական ազգ չենք։ Մենք երկու տեսակ ենք։ Հարուստներ եւ աղքատներ։ Հարուստները թե փողով հայրենիքի առաջ պարտականությունից ազատվեն, իսկ աղքատները կան այդ պարտականությունը կատարեն։ Պարոն Չալաբյան, ինչու Թուրքիայի օրինակը բերեցիք եւ որևէ կերպ դա կարող է մեզ հետ առնչվել։ Անկեղծ ասած, տեսեք, ինձ թվում է այդ ամբողջ գաղափարի մեջ որոշակի ներողություն արտահայտության համար թուրքականություն կա։ Այսինքն փող վճարի ծառայությունից ազատվելու համար։ Ես ընդհանրապես այդ գաղափարին արմատականորեն դեմ եմ, որ փող վճարելով ծառայությունից ազատվես։ Նույնիսկ եմ ասում, կամ հակառակ եկեք անենք, ասենք բոլորի համար պարտադիր ծառայությունը 6 ամիս է։ 6 ամիս իրան գնում են ուսուցման։ Դրանից հետո ընդհակառակը պետությունը փող է վճարում, որպեսզի մարդիկ մնան ծառայության մեջ։ Դա մի տարբերակն է։ Հիմա պետք է այդ տարբերակը հաշվարկել, այսինքն դեպք չեմ պնդում, որ այդպես է պետք անել։ Պետք է հաշվարկել մենք այդ դեպքում բավարար քանակությամբ զինուժ կունենանք, թե չէ։ Եթե կունենանք, գուցե դա լուծում է այն խնդիրը, որի մասին պատգամավորը ասում է, որտեղ ինքը ասում է ի վերջո տարեկան մոտավորապես 2000 Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիներ այդ քաղաքացիությունից հրաժարվում են, որպեսզի ծառայության չմասնակցեն։ Եթե մենք պարտադիր ծառայությունը սարքենք 6 ամիս, բայց մենք կարողանանք կամավոր ծառայությամբ հատուցենք այդ տարբերությունը, այսինքն բավարար քանակությամբ զինուժ կարողանանք մոբիլիզացնել, գուցե այդ խնդիրը լուծվում է։ Իդեպ ես նաև հավել եմ հետևյալը։ Ինձ թվում է, եւ որոշ երկրներ այդ փորձառություն ունեն, մասնապես օրինակ Շվեյցարիան, հա, որ կարելի է գնալ հետևյալ տարբերակի, որ 6 ամիս դուք անցնում եք պարտադիր ծառայություն, ձեռք եք բերում անհրաժեշտ զինվորական հմտությունները, դրանից հետո 20 տարի ենթադրենք կամ 18 տարի, ամեն տարի մի ամիս գալիս եք մասնակցում եք զինվորական հավաքների, որպեսզի ձեր հմտությունները միշտ թարմացվեն եւ որպեսզի մոբիլիզացիոն անհրաժեշտության դեպքում պետությունը ունենա մեծ մոբիլիզացիոն ռեսուրս։
Դա եւս տարբերակ է։ Եվս տարբերակ։ Այդ տարբերակները պետք է մտածենք եւ դրա շուրջը պետք է լուրջ հանրային քննարկում տեղի ունենա, մասնագիտական քննարկում պետք է տեղի ունենա, բայց բոլոր դեպքերում վերադառնալով ձեր առաջի հարցին, ուղղակի գումար վճարելով ծառայությունից ազատվելը կարծում եմ ֆունդամենտալ սխալ է եւ երկարաժամկետ հեռանկարում ուղղակի տոքսիկ հետևանքներ ունենալու երկրի համար։ Եթե ԿՊԱ-կան падգամավորի նպատակը բանակում ծառայություն իրականացնողների թվաքանակի ավելացումն է, այդ դեպքում ըստ ձեզ ինչու չեն ներկայացնում օրենսդրական նախաձեռնություն, որպիսի Արցախի պաշտպանության բանակում ծառայածները կարողանան ընդգրկվել Հայաստանի զինված ուժերում ծառայության։ Արտակարգ շատ լավ հարց եք տալի, շատ տեղի։ Տեսեք ինչա տեղի ունեցել։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին, ինչպես հիշում եք, Արցախից ամբողջ բնակչությունը, ներառյալ նաև զինաթափված պաշտպանության բանակի զինծառայողները եւ նաեւ իդեպ այլ ուժային կառույցների զինծառայողները, որտեղ Արցախում ոչ միայն պաշտպանության բանակներ, ազգային անվտանգության ազգային անվտանգության այո ստորաբաժանումներն էին, հատուկ ստորաբաժանումները եւ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները։ Տարբեր տվյալներով, ես ճշգրիտ թիվը չասեմ, գիտեմ ճշգրիտ թիվը, բայց դա այդ թիվը գերազանցում է 10000 զինծառայող։ Հիմա 10000 զինծառայող իդեպ բավական փորձառու մարտական գործողությունների փորձով ազգային անվտանգության ստորաբաժանումները ընդհանրապես հատուկ ստորաբաժանումներ էին, հա, լավ պատրաստված։ Նրանք անցել են Հայաստան։ Այո, զինաթափված, բայց իրանց հմտությունները, իրանց գիտելիքները բերել են իրանց հետ։ Այդ մարդկանց պետք էր ըստ էության համատարած ներգրավել մեր պաշտպանության մեջ, առավելևս որ անընդհատ բողոքում ենք, որ այո, ու ռեսուրսները չի հերիքում, պայմանագրայինները չեն հերիքում եւ այլն եւ այլն։ Արվել է ուղիղ հակառակը։ Ուղիղ հակառակը։ Տեսեք ինչ է արվել։ Արհեստական խոչընդոտներ են ստացվել։ Արհեստական խոչընդոտ 1։ Պետք է քաղաքացիություն ստանաք Հայաստանի Հանրապետության, որպեսզի ներգրավեք զինվորական ծառայության մեջ։ Իշխանությունն ասում է, եթե չեք ստանում, ուրեմն ՀՀ քաղաքացի չեք, մի մտեք ՀՀ պետության որևէ գործառույթի մեջ։ Այն դեպքում, երբ որ այդ մարդիկ բոլորը եկել են Հայաստանի Հանրապետության անձնագրերով։ Իրանք Հայաստանի Հանրապետության անձնագրերով են։ Ասում են փոխեք ձեր անձնագրի կոդը։ Ապօրինի է այդ պնդումը։ Ապօրինի է եւ մենք ապագայում կապացուցենք, որ այդ պնդումը ապօրինի է։ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները զուգահեռ ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ապօրինի պնդումը մարդկանց առաջ արհեստական խոչընդոտ է դրվում։ Երկրորդ արհեստական խոչընդոտը, որ դրվել է մարդկանց առաջ։ Պրակտիկորեն բոլորին, մասնապես սպայական կազմին, առաջարկվել են պաշտոններ, որը ենթադրում է իրենց իրական դիրքի իջեցում։ Այսինքն, եթե մարդը օրինակ պայմանական ասում գնդապետ է, իրան առաջարկում է պաշտոն, որը լավագույն դեպքում պետք է փոխգնդապետի առաջարկվի։ Իշխանությունն էլ կասի այսքան գնդապետի տեղ չունենք։ Ունեն, կեղծիք է դա, ունեն, հատուկ են դա անում, որպեսզի դեմոտիվացնեն մարդկանց, որպեսզի մարդկանց դեմոտիվացնեն։ Չէ, եթե դու զինվորական ես, գնդապետ ես թե փոխգնդապետ, միևնույն է, թե նպատակը Հայաստանի Հանրապետության օգուտ տալն է, ոչինչ արի փոխգնդապետ աշխատի։ Բայց հիմա գալիս է երրորդ մասը, եկեք մինչև վերջ նայենք։ Նախ հեչ պարտադիր չի, ընդհանրապես ասած ձեզ հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւս արցախցի է։ Պարզապես նա այն արցախցիներից է, որ այս իշխանության դիկտատը ընդունել է ժամանակին։ Իրական նպատակը մարդկանց որոշակի ֆիլտրի մեջով անցկացնելն է։ Եվ այստեղ երրորդ գործոնն է ի հայտ գալի։ Արցախից եկածների ճնշող մեծամասնությունը իրենց գիտակցության մեջ ունեն այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հանձնել է Արցախը։ Հանձնել է Արցախը, մենք բոլորս դա հասկանում ենք։ Այդ մարդիկ դեմոտիվացված են, փոխանակ իրանց մոտ վստահություն վերականգնվի։ Իրանց մոտ անվստահությունը խորացվում է։ Ինչպես վստահություն վերականգնի իշխանությունը։ Ասացի արդեն, գնալ մարդկանց հետ խոսալ, բացատրական աշխատանք կատարել։ Հիմա ինչ է ասում իշխանությունը։ Իրանց տարբերակներ առաջարկել եւ այլն։ Պարոն Չալաբյան, իշխանությունն ասում է, եթե օրինակ Արցախի պաշտպանության բանակում ծառայածին ասում եմ, ոչինչ, կարող ես Հայաստանի Հանրապետության անձնագիր չվերցնել եւ գալ մտնել Հայաստանի զինված ուժերում աշխատել, դա նշանակում է, որ այդ նույն իշխանությունը Արցախի ամենասովորական քաղաքացուց չպետք է պահանջի հրաժարվել իր Արցախի անձնագրից եւ ընդունել Հայաստանի անձնագիրը, օրինակ բնակարանային ծրագրին շահառու դառնալու համար։ Ես նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը Արցախի քաղաքացիների առաջ այդպիսի պայման դնելով իրականում հակասահմանադրական քայլ է անում։ Այսինքն նպատակը Արցախի անձնագրից հրաժարվելն է առաջին հերթին Հայաստանի իշխանության քաղաքական նպատակը։ Նպատակը Արցախի Հանրապետության քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր բնակության, դեմոտիվացնելն է, որովհետեւ իրանք Հայաստանի Հանրապետությունից հեռանան, որովհետեւ իրանք Արցախ վերադառնալու ցանկությունը իսպար հրաժարվեն եւ այլն։ Այդ է նպատակները։ Հիմա տեսեք, ավելին ձեզ ասում, տեսեք ինչ կարող էր արվել նաև, որը մի քիչ ավելի բարդ է, բայց հնարավոր է։ Հիշեք, որ
Արցախի հանրապետությունից այստեղ տեղափոխված զինծառայողները այնտեղ որոշակի ստորաբաժանումների կազմում էին։ Այդ գումարտակների, բրիգադների եւ այլն, հա, այդ ստորաբաժանումները կարելի էր վերականգնել։ Հայաստանի տարածքում վերականգնել, նրանց տեղակայել Սյունիքում եւ Վայոց ձորում, որոնք Հայաստանի Հանրապետության ամենաանպաշտպան հատվածներն են։ Անունը ինչ դնել, Արցախի թե Հայաստանի։ Չէ, Հայաստանի Հանրապետության, չէ, Հայաստանի Հանրապետության։ Իդեպ Արցախինն էլ արդեն բոլորին հայտնի է, որ դրանք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբին էին ենթարկվում։ Ինչու դա չարեցին, փոխարենը ձեր ասած Սյունիքի հատվածում ծառայության պարտականությունը դրեցին սահմանապահ զորքերի վրա։ Որովհետև արդեն ասում եմ, նախ չարեցին, որովհետև արցախցիներից ընդհանուր առմամբ գործող իշխանությունը վախենում է, նա ենթադրում է, որ եթե արցախցիները գտնվեն ընդհանուր միասնական ստորաբաժանումների մեջ, այս իշխանության համար իրանք որոշակի վտանգ են ներկայացնում, դա փաստ մեկ։ Հատկապես ռազմականացված արցախցիները։ Հատկապես ռազմականացված արցախցիները վտանգ են ներկայացնում, դա ակնհայտ է, չի բարձրաձայնվում, բայց ես կարծում եմ, որ շատ ակնհայտ է դա։ Երկրորդը, որովհետև այս իշխանությունը ընդհանրապես ասած Սյունիքը պաշտպանելու խնդիր էլ չունի։ Սյունիքը պաշտպանելու խնդիր էլ չունի։ Մի վարքյան, դուք գիտեք, Նիկոլ Փաշինյանի կինը կրթվելու արշավը տևական ժամանակ է իրականացնում են հենց Սյունիքի մարզում։ Իրենք պատահական չէ, որ ամեն շաբաթ գնում են Սյունիք։ Գնում են, ժողովրդին հավաքում են, կրթում են, ասում են ձեր սահմաններն այլևս անվտանգ են, որովհետև հայ սահմանապահն են, տեղ կանգնած այլևս ռուսը չէ կանգնած, հանգիստ եղեք։ Դա Սյունիքը պաշտպանելու թե Սյունիքը հանձնելու համար է։ Տեսեք, ընդհանրապես ասած, այդ արշավի մասին ավելի լավ առանձնապես չխոսանք, որովհետև հասարակության մեջ։ Չէ, բայց նպատակը ինչու է հենց Սյունիքում։ Դա էլ է շատ պարզ, որովհետև Սյունիքում, որը իսկապես Հայաստանի Հանրապետության այսօր ամենավտանգված հատվածն է, Սյունիքում այս իշխանության նկատմամբ վերաբերմունքը ծայրահեղ բացասական է։ Ծայրահեղ բացասական է։ Ուստի նրանք գնում են հենց Սյունիք, որպեսզի փորձեն այդ վերաբերմունքը կոտրել։ Պարոն Չալաբյան, որ ասում եք Սյունիքում այս իշխանության նկատմամբ վերաբերմունքը ծայրահեղ բացասական է, դուք տեսնում եք նման բան։ Ես այդ դժգոհությունը տեսնում եմ, ես ինքս էլ եմ գնում պարբերաբար Սյունիք գալիս, մասնավորապես Կապան եւ Գորիս։ Կապանը եւ Գորիսը բնակչությունը համատարած ընդդիմադիր տրամադրվածություն ունի։ Ինչ կերպ է դա արտահայտվում։ Իսկ ինչ կերպ է ընտրությունները կլինեն, մասնապես դա արտահայտվում է նրանով, որ այդ երկու քաղաքներն ընդդիմադիր քաղաքապետ ունեն։ Ընդդիմադիր քաղաքապետներն են ընտրված այդ քաղաքներում։ Որոնք աշխատում են այս իշխանության հետ։ Չի կարող լինել ընդդիմադիր քաղաքապետ, էլի պարոն Չալաբյան։ Այդ քաղաքապետները կենտրոնական իշխանությունից բոլորն էլ կախված են։ Բոլորը կախված են, այո, եւ դուք էլ լավ գիտեք, որ բոլորն էլ կախված են, բայց այդ քաղաքապետները Հիմա Վարդան Ղուկասյան ընդդիմադիր քաղաքապետ դարձավ թե չէ։ Ընդդիմադիր ուժերը ներկայացնում, չեն ներկայացնում, չէ իշխող ուժը։ Ինչի՞ կա անդադ նույն պնդում անում, իշխող ուժը չեն ներկայացնում։ Այո, որպես տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ ստիպված են աշխատել կենտրոնական իշխանության հետ։ Ստիպված են, հարկադրված են։ Չի նշանակում, որ նրանք իշխանամետ են։ Դուք ուզում եք ասեք, ինչպես Նիկոլ Փաշինյանը Տավուշի դիրքերը հանձնեց Տավուշից տարածքներ Ադրբեջանին, նույնը որ եկավ անելու Սյունիքում, այնտեղ դիմադրության է արժանանալու։ Ես այդպես բան ձեզ չեմ ասել։ Բայց եթե դիմադիրին պետք է ցույց տան այդ դիմադրությունը։ Բայց ես օրինակ տեսնում եմ կոնկրետ Կապանի դեպքում քաղաքային իշխանությունը, համայնքային ավելի շուտ է, որովհետև Կապանը համայնք է։ Համայնքային իշխանությունը բավական լուրջ աշխատանք է տանում, օրինակ դիրքերը ամրապնդելու, քաղաքացիական պաշտպանությունը ամրապնդելու, բնակչության հետ աշխատելու, բնակչությունը համայնքում պահելու ուղղությամբ։ Ես տեսնում եմ այդ աշխատանքը։ Մենք ինչ ենք, ձեր նպատակը որն է, ասել որ բոլորը համատարած իշխանամետ են, բոլորը։ Չէ, երբ դուք ասում եք ընդդիմադիր են, ուզում եմ հասկանալ ինչպես է դրսևորվում նրանց ընդդիմադիր լինելը։ Առաջինը դրսևորվում է նրանով, որ նրանք այլ քաղաքական ուժեր են ներկայացնում։ Երկրորդը դրսևորվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Կապան, Գևորգ Փարսյանը նրան չի դիմավորում։ Էլ ինչ ձեզ ասում, չի դիմավորում, քաղաքապետը նույնիսկ ընդառաջ չի գալի, վարչապետին չի դիմավորում։ Էլ դրանից ավել ինչ անի այդ մարդը։ Պարոն Չալաբյան, այսինքն դուք ունեք վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը նաև այդ թվում այդ ընդդիմադիր համայնքապետերի շնորհիվ չի կարողանա Սյունիքից տարածքներ հանձնել ադրբեջանական կողմին։ Ներողություն, ես այդպիսի բան չասեցի, որովհետև ի վերջո ընդդիմադիր քաղաքապետները չի, որոնց ենթարկվում է բանակը։ Բանակը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Եթե նա նահանջի հրաման տա, բանակը այդ հրամանը կկատարի։ Եթե նահանջի հրաման տա, ոնց որ դա արեց Տավուշում ցավոք, հա։ Դրա համար եկեք իրար տարբեր բաներ չխառնենք։ Մարդիկ ընդդիմադիր են, այո, կարող են նրանք ի վերջո ամբողջ պետության ֆունկցիան իրենց վրա վերցնել, դառնալ նոր գարեգին նժդե, կասկածում եմ, կարող է ամենահավանականությամբ չեն կարող, բայց դա նրանց պակաս ընդդիմադիր չի դարձնի։ Եթե Սյունիքի մարզից տարածքներ հանձնելու հրաման բանակը կատարի, դրանից հետո այդ մարդիկ մնան եւ աշխատեն որպես համայնքապետեր, դուք դարձյալ կպնդեք, որ նրանք ընդդիմադիր են։ Տա Աստված սիրելի աղավնի, որ Սյունիքից մի թիզ հողել չպակասի, լավ։ Տա Աստված, հիմա անցնենք հաջորդ թեմային։ Անցնենք։ Impeachment։
Պարոն Չալաբյան, չէի կասկածում, որ այդ թեման էլ դուք կբերեք։ Պարոն Չալաբյան, ինչ է տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Հիմա փաստորեն հայտնվել է Էդմոն Մարուքյանը եւ ասում է, որ պատրաստ է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ ձեռնոց է նետում երկու ընդդիմադիր խմբակցություններին, ասում է, եթե իսկապես ուզում եք Նիկոլ Փաշինյանին փոխեք, խնդրեմ, ես վարչապետի տեխնացու եմ, եկեք ինձ աջակցեք։ Ներքաղաքական համակարգում ինչ է տեղի ունենում։ Տեսեք, եկեք մի քանի թեզ ձևակերպեմ։ Առաջին ես կարծում եմ, որ ինքնին իմպիչմենտի մեջ որևէ վատ բան չկա։ Նու իմպիչմենտի չէ, կառավարության անվստահության։ Կառավարության անվստահության մեջ որևէ վատ բան չկա, որովհետև երբ որ դուք ունեք կառավարություն, որը ծայրահեղ ցածր հանրային վստահություն է վայելում, եւ եւս մի տարի պետք է շարունակի պաշտոնավարել, այդ մի տարին ուղղակի բոլորիս համար աշճանաբար սկսում է դառնալ մղձավանջ։ Մասնապես նաեւ տեսնելով թե ազգային ժողովի դահլիճում ինչ է տեղի ունենում, այդ կառավարության եւ ընդդիմության միջև, իշխող խմբակցության եւ ընդդիմադիր խմբակցությունների միջև իսկապես դա սկսում է դառնալ մղձավանջ, որովհետև այս կառավարությունը ըստ էության իր մանդատը սպառել է վաղուց, իր մանդատը չի իրականացնում, այն մանդատը, որն ընտրվել է 21 թվականին, չի իրականացնում, անհեռանկար է եւ այլն։ Այսինքն այս կառավարությունը փոխել ճիշտ կլներ։ Ավելի ճիշտ կլներ, որ կառավարությունը հրաժարական տար գնար նոր ընտրությունների հիմա։ Դա շատ արդարացված կլիներ, բայց Փաշինյանի դեպքում հասկանալի է, որ նորմալ քաղաքական տրամաբանությունը չի աշխատում, որովհետև մինի դիկտատորները չեն գործում ժողովրդավարական քաղաքական տրամաբանությամբ, ինչպես օրինակ եղավ ընդհանրենք Բրիտանիայում կամ եղավ Գերմանիայում եւ այլ։ Կառավարության վստահություն են գելը, մարդիկ գնում են նոր ընտրությունների։ Փաշինյանը բնականաբար որքան էլ որ Եվրոպա մետափորձում ձևամանալ, իրականում եվրոպական քաղաքական կուլտուրայի ներկայացուցիչ չի։ Հիմա լավ կլներ նույնիսկ ընդդում ինքը գնար նոր ընտրությունների, արտահերթ ընտրությունների նոր իշխանություն երկրում ձևավորել չի անելու։ Այդ տրամաբանության մեջ իմպիչմենտը նորմալ տարբերակ է, եթե հնարավոր լինի դա իրականացնել։ Հիմա դուք կոնկրետ տեխնացուի անուն նշեցիք, ես կարծում եմ այդ կոնկրետ տեխնացուի հետ կապված կա հետևյալ խնդիրը։ Այս պայմաններում կառավարությունը անվստահություն հայտնելու համար պետք է այնպիսի տեխնացու, որը ազգային ժողովում ներկայացված 3 խմբակցություններին եւ մի քանի անկախ պատգամավորների, որոնք այդ խմբակցություններից առանձնացել են, նրանց մոտ կարողանա ձևավորել նոր մեծամասնություն։ Որովհետեւ նա կարողանա ձևավորել նոր մեծամասնություն, նրանց վստահությունը պետք է վայելի։ Ընդ որում նա կամ ամբողջ իշխանական ֆրակցիայի խմբակցության վստահությունը պետք է վայելի, կամ իշխանական խմբակցության մի մասի եւ ընդդիմադիր խմբակցությունների ամբողջովին, որպեսզի առնվազն 54 պատգամավոր նրան աջակցեն։ Հիմա կոնկրետ տեխնացուն, որի մասին դուք ասում եք, ես իրական հեռանկար չեմ տեսնում, որ կոնկրետ այդ տեխնացուն այդ վստահությունը կարողանա վայելի, որովհետեւ նա ընդդիմադիր թևում ընդունված չի, ընդհանրապես ընդունված չի եւ ընդդիմադիր խմբակցություններից մեկը որ դրա մասին արդեն արտահայտվեց, մյուսն էլ դե ֆակտո 3 արդեն դրա մասին արտահայտվել։ Այո, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ։ Դե ֆակտո նույնիսկ նա ոչ թե կոնկրետ տեխնացու, այլ ընդհանրապես գաղափար։ Ինքը գաղափարը անիրատեսական է համարում։ Եվ իշխանական խմբակցություններ չեն պատկերացնում, որ ասենք կոնկրետ տեխնացուին աջակցություն հայտնի։ Դա համար ես կարծում եմ, որ կոնկրետ տեխնացուն հեռանկար չունի, որևէ հեռանկար չունի։ Փորձել է թողանի, նորից եմ ասում, եթե նա կարողանա հանկարծ ինչ որ մի հրաշքով հասնի կառավարության անվստահության, ես կարծում եմ, որ այդ նոր ձևավորված կառավարությունը պետք է 2-3 ամսվա կյանք ունենա։ Նրա խնդիրը պետք է լինի պարզապես նոր ընտրությունների կազմակերպումը եւ այդ ընտրությունների թափանցիկ անցկացումը առանց ադմինիստրատիվ ռեսուրսի գրեհիկ կիրառման, որին օրինակ մենք ականատեսել ենք Գյումրիում։ Այդ պետք է լինի այդ խնդիրը։ Պարոն Չալաբյան, ստացվում է, որ քաղաքական համակարգում ոչինչ էլ տեղի չի ունենում։ Իմպիչմենտը մնում է առանց իրագործվելու եւ քաղաքական գործիչները հանգիստ բոլորը սպասում են 2026 հերթական ընտրություններին։ Բոլորը հույսները կտրել են, որ Փաշինյանին 2026-ից շուտ հնարավոր է տուն ճանապարհել։ Ես այդպես չէի ասի, Ուղղակի եկեք իրատեսական լինենք։ Ազգային ժողովի մեծամասնությունը քաղաքացիական պայմանագրի խմբակցությունն է։ Այդ խմբակցությունը այս ընթացքում պարբերաբար ցույց է տվել իր անվերապահ հավատարմությունը Փաշինյանին։ Եվ այդ անվերապահ հավատարմությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնք ձեր տաղավարում բազմիցս քննարկել են։ Հիմա նորից դրանք կրկնելու անհրաժեշտություն չէ։ Կախվածությունը, այն որ իրանք Փաշինյանն են պարտական իրանք քաղաքական կարիերայով եւ այլն եւ այլն։ Հիմա որpիսի այդ խմբակցությունը մեջտեղից տրովի, որոշակի շատ հզոր տրիգեր է պետք։ Շատ հզոր տրիգեր է պետք։ Այդ տրիգերը այս պահին չկա։ Ես դա չեմ բան։ Որ պահին կար, սրանից առաջ կար, սրանից հետո կլինի։ Կար, այդ կարգի տրիգեր կար օրինակ 23 թվականի սեպտեմբերին
Արցախի անձնում է։ Այդ տրիգեր կար անցյալ տարի գարնանը, երբ որ նա փորձում էր Տավուշում տարածքներ հանձնել։ Այդ տրիգերը պետք է գեներացնի նաև ընդդիմադիր խմբակցությունը։ Չէ, Մասնավորապես նաև ամենամեծը, որովհետև ինքը մեծ է, պատասխանատվությունն ավելի շատ է։ Տրիգերը պետք է օբյեկտիվ լինի։ Տրիգերը հնարավոր չի գնալ։ Տարածքի հանձնումը օբյեկտիվ տրիգեր չէ։ Օբյեկտիվ էր դա ասում։ Բայց փաստորեն ոչինչ չեղավ։ Չէ, ներողություն է, այնպես չի ոչինչ չեղավ։ Եվ սեպտեմբերին 23 թվականի սեպտեմբերին եւ 24 թվականի գարնանը եղել է հանրային ընդվզում։ Զրո արդյունքով, զրո վերջնարդյունքով։ Ներողություն։ Նախ պետք չի պնդել, որ զրո վերջնարդյունքը, որտեղ մենք չգիտենք առանց այդ ընդվզման ինչ կլիներ վերջնարդյունքը։ Հա, դա մխիթարանքի պարոն Չալաբյանը ընդամենը։ Չէ, օրինակ տեսեք, օրինակ սահմանազատման գործընթացը հիմա կանգնած է։ Այնպես չի, որ ընդդիմությունը թեժ պայքար է մղում, դրա համար է կանգնած։ Չէ, չեն կարող ասել։ Հանրային դժգոհություն այնքան մեծ է դրանից, հանրային դժգոհությունը, որ այդ գործընթացը ի վերջո կանգնել է։ Հիմա խնդիրը նրանում է, որ այո, եւ 23 թվականի սեպտեմբերին եւ 24 թվականին այդ հանրային ընդվզումը չբերեց գործող իշխանության հեռացման։ Այդտեղ դուք ճիշտ եք ասում։ Բայց ես եկեք հակառակից նայենք։ Եթե չկա այդ տրիգերը եւ չկա հանրությանը մոբիլիզացնող այն գործոնը, օբյեկտիվ գործոնը, հասկանում եք, ոչ թե խոսք, այլ օբյեկտիվ գործոնը, ակնկալել, որ կարելի է անվստահության հասնել, այս կոնֆիգուրացիայի խորհրդանում մի քիչ իրատեսական չի, բայց դա չի նշանակում, որ այդպիսի տրիգերի պայմաններում դա հնարավոր չի։ Հնարավոր է եւ այդ տեսանկյունից ես բոլորին էլ չեմ բացառում, որ հնարավոր լինի այս իշխանությունը փոխել մինչեւ 26 թիվը։ Ես նույնպես եմ ասում, այս իշխանության Երբ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ասում է, ես պատրաստվում եմ ընտրությունների, ձեր հույսը ո՞րն է, որ հնարավոր է փոխել։ Նորից ասացի ձեզ, այդպիսի տրիգերի արկայությունը, եթե այդպիսի տրիգեր տեղի ունենա, այսինքն տեղի ունենա մի իրադարձություն, ի վերջո հասկացեք, այդ իրադարձությունը միայն մեզանից չի կախված։ Եթե տեղի ունենա այդպիսի իրադարձություն, որ մարդկանց բնական կերպով հանի փողոց եւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը եւ նաեւ իշխանական խմբակցությունը կարող է հարկադրված լինեն այդ մարդկանց պահանջը, օբյեկտիվ օրինական պահանջը բավարարել։ Հիմա քանի այդ պահանջը չկա փողոցում, ուղղակի ազգային ժողովի պատերում իմպիչմենտ անել այդքան էլ հեշտ չի։ Պարոն Չալաբյան, իսկ ինչ է կատարվում ներքաղաքական կյանքում, երբ 10 տարի Հայաստանի իշխանության եղած ուժը Հանրապետականը, պատիվ ունեմը հայտարարում են, որ իրենք նախ վարչապետի տեխնացություն են, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հարցազրույց է տալիս, ասում ես հայտարարում եմ, որ այն մարդն եմ, որը կարող է հարցերը լուծել։ Ըստ էության ինքը ասում է, որ այո, գնում է 2026 ընտրություններին, տեխնացուն էլ ինքն է։ Դրանով ինչ է տեղի ունենում մեր ներքաղաքական համակարգում։ Տեսեք, նախ ներքաղաքական համակարգում 3 ուժ գոյություն ունեն, հա, քաղաքացիական պայմանագիրը, Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը, որոնք ինչ որ իմաստով ունեն արտոնյալ դրություն։ Այդ արտոնյալ դրությունը պայմանավորված է առնվազն 2 եւ փոխկապակցված գործոններով։ Մեկը իրանք ազգային ժողովում ներկայացված են, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, եւ երկրորդը այդ ուժերից յուրաքանչյուրը եղել է իշխանության մեջ կամ կա իշխանության մեջ, հա։ Եվ դա շատ կարևոր ըստ էության առավելություն է իրանց տալիս մնացած բոլոր մրցակիցների նկատմամբ, որից սակայն բոլորովին էլ չի հետևում, որ ամբողջ քաղաքական մրցակցությունը միայն այդ 3 ուժերի մեջ է։ Ցանկացած սոցիոլոգիական հարցում ցույց է տալիս, որ հասարակության լավագույն դեպքում 20%-ն է, որ աջակցում է այդ 3 ուժերին միասին վերցած։ Եվս 20-ից 30%-ը աջակցում այլ ուժերի, թեև շատ ավելի ցրված է, հա, պատկերը։ Եվ մոտավորապես 50%-ն էլ հասարակության կողմնորոշված չի։ Ուստի, երբ որ երկրորդ նախագահը հայտարարում է նրա մասին, որ ինքը գնալու ընտրությունների, դա բնականաբար իր իրավունքն է, իր քաղաքական հայտնն է։ Այդտեղից բոլորին չի հետևում, որ 26 թվականի ընտրությունները, եթե մենք հասնենք 26 թվականի ընտրությունների կամ ապագա ընտրությունները, չկապվենք ժամկետի հետ, ապագա ընտրությունները լինելու են 21 թվականի ընտրությունների կրկնությունը չի լինելու, որ լինեն 2 դերակատար, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան։ Ես համոզված եմ, որ այդպես չի լինելու, կլինի հաստատ 2-ից ավել դերակատար, ես ավելին ձեզ ասեմ, տեսեք օրինակ ինչպես եղավ Գյումրիի ընտրությունը կամ Երևանի ընտրությունները։ Եվ Գյումրիի ընտրությունները եւ Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ դերակատարների թիվը մեծացել է։ Անդիմադիր դաշտում դերակատարների թիվը մեծացել է, ի վերջո Գյումրիում։ Բայց նոր դեմքերի ինչ են հասել։ Նոր դեմքեր։ Այն ձեր ասած այն որ չկողմնորոշված հատվածը սպասում այդ նոր դեմքին, ուր այդ նոր դեմքը։ Ներողություն, Գյումրիում 4 քաղաքական ուժ, 4 քաղաքական անդիմադիր ուժ մտան քաղաքային հավաքանի, ըստ էության միասին ձևավորեցին նոր իշխանություն, մի քիչ սպეციფიկ պայմաններում, առանց կոալիցիայի նոր իշխանություն։ Առանց պարտությունների նոր իշխանություն։ Հիմա այդ 4 ուժից առնվազն 2-ը նոր ուժ էին եւ իրանք նոր իշխանության մաս են կազմել եւ համոզված եղեք, որ ազդելու են նոր իշխանության ուղեգծի վրա,
Մարդկանց բոլորին թվում է, որ եթե Վարդան Ղուկասյանը ընտրվել է քաղաքապետ, դա նախկինի կրկնությունն է։ Ոչ, դա նախկինի կրկնություն չի, որովհետև ներողություն բացատրում եմ ձեզ, Վարդան Ղուկասյանը որպես անձ, այդ նույն նախկին Վարդան Ղուկասյանն է, թե ենթադրվում է, որ ինքն էլ է որոշակի այս ընթացքում փոփոխությունների ենթարկվել, բայց ամենակարևորը, որ ինքը պետք է հենվի արդեն 4 տարբեր ուժից բաղկացած ավականու վրա, եւ ինքը ստիպված է լինելու ցանկացած հարց համաձայնեցվի ավականու մյուս խմբակցությունների հետ, ավելի մեծ թափանցիկություն ապահովի, ժողովրդի հետ շատ ավելի մեծ անմիջական երկկողմանի կապ ապահովի։ Դուք կտեսնեք, որ դա տարբեր իշխանություններ են, ոչ թե որտեղ Վարդան Ղուկասյանն է ավելի լավը, այլ որտեղ իրավիճակն է տարբեր։ Իրավիճակն է տարբեր։ Ի վերջո նաև հիշեք, որ Սարիկ Մինասյանը ոչ միտեղ չի հեռացել։ Շնչում է Վարդան Ղուկասյանի մեջքին ամեն օր։ Փորձում են նույնիսկ հիշում եք, թե ավականու անդամ օկել տանել եւ այլն։ Այսինքն, այս իշխանությունը, որը Գյումրիում է ձևավորվել, ընդդիմադիր իշխանություն, նա լինելու է անընդհատ ճնշման ներքո եւ նա ստիպված է լինելու այլ կերպ աշխատել։ Նա պետք է հիմնավորի, որ ինքը ԿՊ-ից ավելի լավն է։ Նա ամեն օր դա պետք է հիմնավորի։ Ոնց որ ասում էր Մյունհաուզենը, ասում էր դա թեորեմա, որ պետք է ստիպված ես լինելու ամեն օր ապացուցես։ Նա ամեն օր պետք է ապացուցի, որ ավելի լավն է լինելու։ Հիմա այդ իմաստով հերթական փնդումը անեն ձեր տաղավարում, որոնք ինչպես տեսնում եք իրականություն են դարձնում։ Հաջորդ իշխանությունը կամ հաջորդ ընդդիմությունը կամ հաջորդ խորհրդանի կոնֆիգուրացիան չի լինելու այս խորհրդանի կրկնությունը։ Նոր ուժեր են անպայման մտնելու, այսօրվա գործող իշխանությունը այլևս մեծամասնություն չի ունենալու, այսօրվա ընդդիմությունը ավելի փոքր թվով է ներկայացված լինելու, նոր ընդդիմադիր ուժեր են լինելու, ներառյալ նաև ձեր խոնարհ ծառան, եւ այդ ամեն ինչը ստեղծելու է ուրիշ կոնֆիգուրացիա։ Երբ ասում եք ներառյալ ձեր խոնարհ ծառան, նշանակում է, որ Հայ-ԱԿՎ-ն պետք է դառնա կուսակցություն։ Չէ, դա նշանակում է, որ ձեր խոնարհ ծառան կմասնակցի ընտրություններին, թե ինչ ձևով ես կմասնակցեմ ընտրություններին, դրա համար դեռևս մի տարի կա։ Մի տարի կա, բազմաթիվ տարբերակներ կան։ Իդեպ ես մի բան ասեմ, ինչպիսի օրինակ, կամ Հայ-ԱԿՎ-ով եք մասնակցում, կուսակցություն եք բացում, մասնակցում եք, կամ ինչ որ մեկին կցվում, մասնակցում եք։ Եկեք մի հատ նայենք, էլի, եկեք հենց Գյումրիի օրինակը վերցնենք, որովհետև Գյումրին տարբեր հնարավորություններ է տալիս տեսնել։ Օրինակ, ինչ արեց Վարդան Ղուկասյանը։ Տարբերակներ ենք նայում։ Վարդան Ղուկասյանը մասնակցեց որպես անձ, ըստ էության միանալով մի կուսակցություն, որի տեղը ոչ մեկ չգիտեր։ Կոմունիստական կուսակցություն։ Հա, որի տեղը ոչ մեկ չգիտեր։ Բայց հիմա դուք նույն բանն եք պատրաստվելու անել։ Ես բացատրում եմ տարբերակները, Աղավնի ջան, դուք ինչ որ իմաստով, եթե մի քիչ համբերությամբ զինվեք, կհասկանաք տարբերակները։ Երկրորդ տարբերակը, ինչ արեց Մարտուն Գրիգորյանը։ Ինքը վերցրեց սարքեց դաշինք երկու կուսակցություններից։ Գնաց այդ դաշինքով։ Ինչ արեց Կարեն Սիմոնյանը։ Էլի ստեղծեց դաշինք, Մայր Հայաստան դաշինք։ Ինչ արեց Ռուբեն Մխիթարյանը, գնաց էլ ինչ որ մի կուսակցությամբ, որը բոլորովին էլ ինքը չի ստեղծել, ինքը գնաց այդ կուսակցության ոնց որ աջակցությունը ստացավ եւ այլն։ Հիմա եթե շատ եկի ախր հիմնվում Գյումրու օրինակի վրա, ընտրությունը խիստ տարբեր է։ Նորից եմ ուզում ձեզ ասեմ, այդ օրինակները ցույց են տալիս, որ տարբերակներ կան։ Մենք կարող ենք գնալ այո, նրանով որ մեր կուսակցությունը ստեղծենք, Հայ-ԱԿՎ-ն տրանսֆորմացվի կուսակցության։ Մենք կարող ենք գնալ նրան, որ Հայ-ԱԿՎ-ն դառնա ընտրական դաշինք։ Մենք կարող ենք գնալ նրան, որ մենք մտնենք ավելի մեծ ընտրական դաշինքի մեջ եւ այլն։ Բազմաթիվ են տարբերակները, համբերությամբ զինվեք, կգա ժամանակը կտեսնեք։ Ահա, զինված սպասում եք, պարոն Չալաբյան։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Ավետիք Չալաբյանն էր, այսքանը ցտեսություն։